Այս կյանքը ոնց է փոխվել, մարդիկ առավոտ զարթում են փոխանակ նախաճաշ սարքեն, տները հավաքեն, նստում են նոթբուքի դիմաց։ Ալվարդ, ես ինչ մուդ է։ Ես առավոտյան արթնացել եմ, տները հավաքել եմ, նախաճաշ եմ պատրաստել, հիմա էլ նստել գործ եմ անում։ Մտում էդ ինչ նախաճաշեր սարքե, սաղը սոված մնացինք։ Այն պատրաստած նախաճաշն է, որ սաղին կշտացնում է։ Հա, օքեյ, կշտացնում է, բայց ամեն առավոտ 20 ձու ուտելը վնաս է, Ալվարդ։ Բարի լույս, շուտ լվացվեմ գնանք ռեստորան։ Մանե ջան, լսեցիր Իվանը ինչ ասեց։ Շուտ հագնվի, որ գնանք գործի։ Նստած խաղ ես խաղում։ Ալվարդ, ես խաղ չեմ խաղում։ Ես ռեստորանի նոր ռիլն եմ մոնտաժում։ Մի հատ նայես։ Dear guests, if you want to try real Armenian dishes, we are happy to welcome you to our restaurant Giro Ivan. Շատ սխալ վիդեո է։ Ես քեզ 1000 անգամ ասեցի ինչ անես, բայց դու ինձ չես լսում, որովհետև հորոսկոպով հաստկողով այր ուծես։ Այդ վիդեոն ոչ ոք չի հասկանալու։ Ես քեզ սեպտեմբերից էլ ասում եմ։ Այս վիդեոն Երևան այցելած տուրիստների համար է, ովքեր հասկանում են անգլերեն, ոչ թե նրանց համար, ովքեր հայերեն են դժվարությամբ խոսում։ Այսօր ես կորել, մեկ ժամ եք ես եմ սպասում։ Ես ինչ եղել, Միրո։ Միրոն մարդու կյանք էր փրկում։ Քո կյանքի գնով ես փրկել։ Իհարկե։ Միրոն մոպետով արագ սլանում էր։ Տեսա, որ դիմացը խցանում է։ Խցանումից խուսափելու համար մտավ մայթ։ Ղատուա, արագ իջնում էր։ Մեկի դիմացը մի հատ կին հայտնվեց։ Հիմա դարնի բլիժնի անում այդ կինը չի հասկանում։ Սիգնալը տալ այդ կինը ռեակցիա չի տալիս։ Պարզվեց այդ կինը մեջքով է։ Գնացի մի կերպ հավասարվեցի այդ կնոջը ու կանգնեցի ոտքին։ Մոպետով։ Չէ, մոպետից իջա ու կանգնեցի ոտքին։ Ու դե Միրոն հասկացավ, որ այդ կնոջը փրկել է պետք։ Ինչ ես արել, Միրո։ Նարիսական շնչառություն եմ տվել։ Ճիշտ է, դեմից համաձայն չեն։ Մի արեք, ապտակում էր, ինչ հասած ասում էր, այկոն գնացեք, մի արեք։ Բայց դե Միրոն հասկացավ, որ ինքը տաք է էլի, հələ թարմ է, չի ջոգում ինչա կատարում։ Բա դեմքիդ կապտուկները որտեղից։ Դե պարզվեց, որ այդ կնոջ ամուսինն էլ համաձայն չէր Միրոյի տված արհեստական շնչառության հետ։ Ու Միրոն հասկացավ, որ մարդկանց կյանքեր փրկելը Միրոյի կյանքի համար վտանգավոր է։ Պարզ է, Միրո, պարզ է։ Ավելավե դու ինձ ասա տեսնեմ, առաքել ես այն ինչ որ ասել եմ։ Հա, առաքելը Միրոյի առաքելությունն է։ Ինչ ինչ լավ միտքեր։ Առաքելը առաքելությունն է։ Միրո առաքյալ։ Առաքյալ։ Բերել ես ասածս։ Իհարկե բերեն։ Վասիլ։ Մերսի։ Միրո։ Ես ինչու է բաց։ Դե, երևի սենց են արտադրում, որ էլ չտանջվես բացես։ Ճիշտ ասա, կերել ես բրունիներս։ Չէ, չեմ կերել։ Ես գիտեմ, քանատ է մեջ է։ Լրիվ տեղն է։ Իհարկե, բայց պետք չի հաշվել։ Մի զոր ժամանակ ես կորցնելու։ Կներեք, մեր կապուչինոն ուշ կլինի։ Զարմանալի մարդ եք։ Ես որ չգայի դուք կապուչինո չէիք խմելու։ Ես աստեղ դրած է, գայիք սարքեիք, տանեիք խմեիք։ Ժիրո, 2 գովապուրը պատրաստել եմ։ S'il vous plaît։ Դու էլ ինչ գլուխ գովան մարդ դուրս եկար Սեբաստյանը։ Բա քո գործն արել ես։ Պարտադիր ամբողջ ռեստորանում եք հայտարարես, որ սնկով ապուր ես սարքել։ Վերցրու, դիր, ես կգամ կվերցնեմ կտանեմ, պատրաստած սնկապուրը կփորձեք ու կհամոզեմ, որ Սեբաստյանից ավելի լավ եմ սարքում։
Հələ մի րոպե։ Էս ի՞նչ է։ Սնկով ապուր չէի կուզել։ Էս սունկը։ Էս էլ ապուր է։ Ապուր չի։ Քո կարծիքով սա ապուր, հա? Ծորակից ջուր եք լցրել, մեջը հում բանջարեղեն եք գցել, բերել եք որ ուտենք։ Ես էս չեմ ուտի։ Ուրեմն մեն խոհարարը այդքան տանջվի։ Ձեզ համար սնկով ապուր պատրաստի, որ դուք չուտեք, հələ փորձեք, կլցնեմ գլխներին։ Չհասկացա։ Էդ ի՞նչ ձև ես խոսում։ Հələ ձեր տնօրենին կանչիստ է։ Հո, տնօրենը ես եմ։ Դե որ դու ես։ Ուրեմն ես քեզ իմ անձնական ընտանեկան խնդիրները պատմեմ, դու սնկով ապուրը շուրտած գլխիս։ Ճարիստե։ Ինչի ես ավտակվեն հաճախորդի վրա։ Որովհետև սնկով ապուրը շուրտվեց գլխիս։ Ինչ սնկով ապուր։ Ձեր կարծիքով է սնկով ապուր, հա? Սա զիբիլից պատրաստած ճաշա։ Սեբաստիան։ Ոյ։ Ես արդեն սնկով ապուր այսպես ես պատրաստում։ Bonjour. Pardon. Mais ça, ես չեմ պատրաստել։ Ո՞վ է պատրաստել։ Երկչամ ձեր ցալը տոնեմ։ Ներողություն եմ խնդրում։ Ես իմ ամեն ինչ կկարգավորեմ, լավ։ Լավ, ինչ ես արդարանում։ Նորմալ է, տեղ, քեզ ամեն ինչ կցնենք տեղը։